Ադրբեջանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է Բաքու մասնակցելու նոյեմբերին կայանալի COP29-ի համաժողովին։ COP29 համաժողովը նախագահ Մուխտար Բաբայևը պաշտոնական հրավեր է ուղարկել Հայաստանի արտգործնախարարին։ Հուլիսի 21-ին ասել է Իլհամ Ալիևի օգնական Հիկմեթ Հաջիևը, ընդգծելով այժմ Հայաստանի կառավարությունը պետք է որոշում կայացնի, ասել է նա։ Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել հրավերին։ Նախագահ Ալիևն էլ կրկին խոսել է Հայաստանի սահմանադրության փոփոխման մասին եւ ասել, թե Երևանը պետք է դուրս գա Մինսկի խմբից։ Պաշտոնական Երևանը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկությունը, ասված է հուլիսի 22-ի Հայաստանի վարչապետի աշխատակազմի հաղորդագրությունում։ Վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները վերսկսել են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին հայկական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին հրապարակումները, որոնք Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է։ Չնայած դրան, ադրբեջանական աղբյուրները շարունակում են նմանատիպ հրապարակումները համեմելով աշխարհաքաղաքական բնույթի շեշտադրումներով, ասված է հաղորդագրությունում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները այցելել են Բաքվի բանտում պահվող հայերին, հուլիսի 22-ին հայտնել է ԱՊԱ գործակալությունը։ Այցելության հստակ օր չի նշվում։ Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ գերեվարվել է։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԲԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Սևանի ավագանու անդամին սպանել են 7-ամյա երեխայի առաջ, հուլիսի 17-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, սպանված է 37-ամյա Արսեն Աֆիյանն է, մասնագիտությամբ ատամնաբույժ եւ Սևանի ավագանու անդամ։ Ըստ քննչական կոմիտեի 19-ամյա երիտասարդը եւ 40-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ հանգստանալիս են եղել այն հանգստյան գոտում, որտեղ եղել է Աֆիյանը։ Հանգստի ժամանակ տղամարդիկ վիճաբանության մեջ են մտել Աֆիյանի, Աբովյանի բնակիչ 42-ամյա տղամարդու եւ Երևանի բնակիչ 36-ամյա կնոջ հետ։ Ըստ քննչական կոմիտեի դեպքի մասով 2 անձ կալանավորվել է, որոնցից մեկը Լևոն Մանդուրյանն է, քրեական հեղինակություն Նորատուսի Արայի որդին։ Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում կայացած 19-րդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 71-61-ի հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Յուրա Մելիքյանն է, վաստակել է 15 միավոր եւ 21 անգամ տիրել է օդակից անդրադարձող գնդակին, հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։